Բարև բոլորին, այսօր երկու արտոներով ենք։ Կարակ երազանք պահեք։ Ամեն անգամ այդ board meeting-ին ինչ-որ մեկը ասում էր արտոս, հետո հասկանում եմ որ կոյետ են։ Րոպեն մեկ արտո, սից ֆրմանը Այս YouTube-ի վիդեոյի տակ ինչքան կարա ֆիդբեքներ գրեք, ինչն է լավ, ինչն է վատ։ կոմենտը կյանքում չեմ մոռանա, դից այ մաթեմ իմացող դոդի գագոներ, ինչ եք խոսում։ Պապասա դեռ ուժեղ բանատը, դից է իմանում իմ մասին էլի, ոնց որ ինչա կյանքում ես կատարվում, զանգում ես մեր գժվել ես այդ ինչ փողերից ես խոսում, միլիարդներ, միլիոններ գալու են ինձ մի օր թալանել տալել։ Թող մարքետից ու Տրամփից խոսային։ Մի քիչ տենց մաֆիոզի նման է, էլի իրան բառը ոնց որ ուժեղ կողմից ուզում սկսի negotiation-ը։ Technology-ի վրա ոնց է ազդել այս ամեն ինչը։ Ասում է թե դու company ես ստեղծում, tech ինչ որ բան ես ստեղծում, արի Ամերիկայում։ AI աշխարհում փաստորեն թվերը շատ ավելի արագ են աճում։ FOMO կա, scarcity-ն կա, որ պետք է մենք էլ օգտագործենք switch link efficient side-ենք, բայց լիքը բաներ իրականում չեն աշխատելու։ Ինչ է Հայաստանում B2C-ն այդքան գերիշխող էլի։ Ոնց որ ամնաթուր կողմերից մեկը տենց presentation skill-եր, տախել, խոսալ լիքը, ոնց որ համ էս քեզ պահի։ Դու Հայաստանում ես, ոնց որ նստած ես բունկերի մեջ ու փորձես ասենք դրսի աշխարհի համար շո բան սարքես։ Լիքը seller քեզնից ավելի լավ են անելու, որտեղ կոֆե են խմել դեմ արդու հետ։ Ինչ դժվար է երկուսով, շատ է սպասում օգտում ես։ Բարև բոլորին, այսօր Big Story-ի 55-րդ էպիզոդն է, ու այսօր երկու արտոներով ենք, Դավիթը Ամերիկայում է, ժամային հարմար չեղավ որ միանա, քիչ խոսանք։ Կարակ երազանք պահեք։ Երկու արտոները։ Դասի բայց դու գերես, ինչ սկսել ենք յարը շատ աշխատել, այս չգիտեմ UAT board-ում բանում, դες ավելի բարթացել էլի։ Այսօր ամեն անգամ այդ board meeting-ին ինչ-որ մեկը ասում էր արտոս, հետո հասկանում եմ որ կոյետ են։ Իմ մոտ տենց եղել էր, որ տեսավ կյանք ես տենց արտո ծանոթ չեմ ունեցել ոչ մի տեղ, դպրոցում միակ արտոն էի, տենց ինստիտուտում միակ արտոն էի բան։ Առաջ անգամ որ ընդունվեցի Pixar-ի CTO-ն արտո է, սաղ իրեն ճանաչում են, ինձ ոչ մեկ չի ճանաչում, տես փուջուր թիմա 30 ականց օֆիսում նստել եմ, րոպեն մեկ արտո, սից ֆրմանը դες սովորեմ եթե արտո ինձ, բայց այն արտոին էր էլի, անընդհատ Հետո մի քիչ որ մեծացանք, այդ օգնեց արդեն ոնց որ այտենց հազվադեպ էր որ նույն տեղը լինք երկուսից ինչ որ բան լիներ։ Քիչ արի բանից խոսանք, մարդկանց feedback-ից, ու ուզում եմ խնդրեմ այս YouTube-ի վիդեոյի տակ ինչքան կարա feedback-ներ գրեք, ինչն է լավ, ինչն է վատ, մեզ օգտակար կլինի, ինչը կարանք լավացնենք։ Նորից մի հատ event-ի է գնացել, նա տղա մոտիկացավ, մեծ կամպանիայի CEO էր, ու երբեք չենք հանդիպել, առաջին անգամ էր, ու պարզվեց մեր տես podcast-ները նայել է, շատ հավանում է, շատ դուրը գալիս է, տես լավ feedback-ներ տվեց, շատ հաճելի էր։ Հետո որ վատ feedback-ները չեն ասում, բայց երևի կլինի էլի մեջ։ Դու ինչ-որ մեր ֆանատները հետ հանդիպել ես, ով վերջերս։ Ես մի հատ միջև տեսնում մի հատ բան հիշեցի, ես մեր առաջի տոնի երկրորդ էպիզոդները կոմենտը կյանքում չեմ մոռանա, այդպես հա հիշում եմ պայտակ տես խնդանես գալիս է, շատ բոմբեր չի գիտեմ ով էր գրել, բայց մեկը գրել էր ինչ էր գրել էր այ մաթեմ իմացող դոդի գագոներ, ինչ եք խոսում։ Այ լավ էլի։ Դե տեսեք կոմենտ։ Դրա հետ են ասոցացնել, որ ոնց է մաթեմ հարուստ եկել է, պրոստը մաթեմ գիտեք, ձեզ դրել եք եսի մի գիտեմ։ Լավ դեր։ Բա ֆանատների մասին կպատնաս, մի քիչ արած կսինք խոսալ։ Մեկ է բանը, հա պապասա դա մեր ուժեղ բանատը, ոնց շաբաթօր առավոտ սպասում ա, որ երբ հա դուս գալու էպիզոդը ինձ զանգում ա, ինչ որ բան ա լսում, դից է իմանում իմ մասին էլի, ոնց որ ինչա կյանքում ես կատարվում, ինձ զանգում ասում, այդ ինչ էի շնորհավորում հələ բացադրի մի հատ այդ ինչ է կարը տեքստի սպիչում բան, անցած շաբաթ բարձեցի, որ պապան գիտեր թե մենք այս առավոտները որ շաբաթ տալիս ենք հավաքվում ռեկորդ ենք անում հենց շաբաթ օրը ու այդ վաղտ ենք տալիս ոնց է հասցնում եք առավոտ շուտ ավետ շաբաթ օրը ինչ է ռեկորդ ենք անում մեկ է բանը այդ ոդքասթը հետ կապված չէ մեկ է ոնց եթերներով ժամանակ ինձ ցենտան տատիկս էր նայում զանգում ես մեր գժվել ես այդ ինչ փողերից ես խոսում միլիարդներ, միլիոններ գալու են ինձ մի օր թալանել տալել գողանալ այդ բաներ մի խոսաբար Մենք են նայում, էլի բան պապան է հիմնականում նայում տանը, ու feedback-ներ տալիս է, ու ասում է տենց շատ է կանգնել են բարերը օգտագործում։ Դե հիմա մեր լեզունը տենց է ոնց որ ինչ անենք։
Այսօր լիքը հավես թեմաներ ունենք, առաջինը ուզում եմ տենց stock market-ից ու Trump-ից խոսանք, ագին hot topic-ը X-ում, Twitter-ում, ոնց որ թե տենց լիքը հետաքրքիր բաներ ա անում, մի բան է, որ ամեն օր հետում հայտարարում է, որ տարիֆները, ոնց է դա կոչվում, մաքսատուրքերը բարձրացնում է, Մաքսատուրք։ մաքսատուրքերը բարձրացնում է 10%, 20%, այսօր ասած որ 40% գինիների վրա ֆրանսիական բարձրացնելու։ Հետո հաջորդ օրը ասում չէ իջացնում ենք, հետո հաջորդ օրը էլի բարձրացնում ենք, էլի իջացնում ենք, բարձրացնում ենք, իջացնում ենք։ Որտեղ մարկետը պանիկայի մեջ է, դեպի պանիկայի մեջ, որովհետև եթե ապրանքները թանկանում է, սպառումը քչանում է, էկոնոմիկան դանդաղում է, մարկետները ապագայի մասին է, մարկետ ասելով stock market-ը նկատի ունենք։ Ուտով մարտիկ վախենում են, սկսում են ծախել իրենց ակցիաները։ Ուտով նայում էի, որ Nasdaq-ը 22000-ից վերջի ամսում իջել է Nasdaq-ի ինդեքսը, որ տեխնոլոգիական ոլորտի ինդեքսն է, իջել է 19000 քանի, այսինքն 10%-ի չափ անկում ա եղել։ Ինչ ես կարծում, ինքը ինչ-որ տես նպատակային է անում, թե ուղղակի քաոտիկ շարժումներ է։ Բանն էլ առաջի անգամ լավ իջել S&P 500-ը, որ ամենաստաբիլն էր, որտեղ ինչքան ասին 4 տրիլիոն full out են արել մեջից այդ բաների պատճառով վախերի recession-ի։ S&P 500-ը եթե նայես, Magnificent 7-ը, մեծ 7-ը, այսինքն Tesla, Amazon, Google, Facebook, Apple եւ այլն, Microsoft, իրանք գումարային կարող է ասենք 15-20 տրիլիոն, 15 տրիլիոն երևի բան ունեն, market cap ունեին ավելուց, ու իրանք են լավ drop եղել, տոց market մոտ ունև գները թանկանում է Ամերիկայում, ինչքան հասկանում եմ։ Շատ դժվար է ասել, ոնց որ որտեվ հիմա տենց երկու կողմ կա էլ էկոնոմիկա, մեկը ասում է այդ recession-ի ա բերելու, մի կողմը ասում է short term վատառնելու, բայց հետո լավ ալնելու, եթե տարիֆները իրոք լինեն, բայց դե խնդրեմը ամենաշատն է, որ բարձ չի ինչ առնելու, ոնց որ ինքը ինչ որ negotiation-ներ է սկսում, տենց մի քիչ տենց մաֆիոզի նման է, էլի իրան բաղում ոնց որ ուժեղ կողմից է ուզում սկսի negotiation-ը, ասում է այսքան տարիֆ կդնեմ ոնց որ ձեր վրա, ու ինչ որ նպատակի է ուզում հասնի։ Ասենք ուզում է տարիֆը 10% ենթադրենք լինի, 25-ից սկսում է տենց ուժեղ, որ հետո սկսեն խոսալ, ինքը ոնց որ ուժեղ դիրքից խոսա, բայց այդ ամեն ինչ մարքեթների վրա ազդում է, այդ անհստակությունը, էլի։ Օրինակ այս վերջերսի ամենամեծ բանը ինչն էր, որ այդ բանից Կանադայից այդ Օնտարիոյի հոսանքը որ տալիս են Միչիգանին ու այդ սթեյթերին, ոնց որ ասին, կոպտիսի 25% թանկացնելու ենք, դաժե նայմեկարեցի, որ կարող вообще չտանք։ Ոնց որ իր ռեսպոնսը դրան, ոնց որ այն էր, որ կարող է pullback անենք տարիֆները, ոնց որ այդ պահը ջոգեն, որ տենց բան հանկարծ չլինի, ու այդ անընդհատ կդնենք, ոնց որ ահա որ uncertainty է կոզանում, դրա համար է մարդիկ ոնց որ pullback են անում փողերը, բայց long term game-ը չեմ կարող ասեմ։ Ես դաժե sense ասեմ, չեմ զարմանա, որ ինքը կամ իր այդ associated մարդիկ հիմա stock են առնում, քանի են գածա։ Ոնց որ այսինքն ինքը նպատակային է այդ նաև անում, որ stock market-ները ընկնի, որ առնի ու ինչ որ long լինի, ինչ որ stock-ում կարող է դաժե շատ դժվար է ասել, էլի, ոնց որ ինչա, բայց long game-ը ստե անհասկանալի է, ոնց որ փաստն է, որ ինչ որ negotiation տակտիկա է այս, ինքը ասում է, որ ինչ որ բաներ ուզում է onshore բերի, որ ներսում արտադրեն։ Ուրիշ բաներ է, չի անում։ Սրանք զուգահեռ հարկերն է ուզում իջացնի, դա նշանակում է, եթե սա նայես, եթե մեկը $100 աշխատում ու $30 հարկեր տալի, եթե հարկերը իջնի 25, $5 ավել փող կմնա մարդկանց մոտ, ու այդ փողն է բնականաբար գնալու է որպես investment-ներ manufacturing-ի մեջ, արտադրության մեջ բերեն Ամերիկա, ավշել գնողականությունը բարձրանալու մարդկանց, այսինքն ինքը դες դիքը ուղղություններ կար, շատ բաց սիստեմա, դժվար է ասել։ Դրանց որ բարի կողմը են, որ story-ա թելարվում, այնա որ այս տարիֆները որ դնենք, ավելի շատ բան onshore կգա, այսինքն մենք ներսը կսկսենք արտադրել versus ուրիշ տեղից առնել, ու նաև ոնց որ income tax-ը որ իջացնենք, մարդկանց purchase power-ը, այսինքն հնարավորությունները ինչ որ առնի կշատանա, ներսը կառնենք ու տենց կլինի, բայց նաև դա բերում է թակ էկոնոմիկային, էլի։ Ոնց որ կոպտեսած Ռուսաստանը հիմա այն ինչ վիճակում է, ոնց որ ինչ որ տեղը բերում է դրան, դու շատ trade չես անում, էլի։ Ու այն մի կողմն է, որ ասում է recession-ի կարա բերի, դա այն կողմն է, որ էքսպորտով էլ ես դու իրականում լիքը փող աշխատում, ու որ լավ փակ էկոնոմիկա լինելը, տենց չի որ միանշանակ տենց լավ է, էլի։ Այսինքն եթե տենց շատ լուրջ տարիֆներ անես, սա կսկսեն փակվել, ոնց որ Կանադան կսկսի իրան ներսը onshore անել, արտադրել իրանց ապրանքները առնել, քոնը չառնել, նույնը սաղ տեղերը, էլի։
Այսինքն դա շատ դժվար է հասկանալ իտոգում ինչի կա, բայց ինձ թվում է էլի եմ ասում ինքը սկսել է տենց ուժեղ կետից, բայց երևի հավանաբար բերելու այն ինչ-որ balance solution-ի, որ համ տարիֆները շատացիր է, բայց այդքան aggressive չի trade expert լինում է, համ կարա income tax-ը իջացնի purchase power-ը բարձրացնի, որտեղ իր կոմենտները stock market-ին են, որ բայց դա լավ է, որ վիդեոներն ամս շատ վստահ չի ասում, ոնց որ դες մտածում եմ երևի ոնց որ էսի short term-ը լինելու, բայց long term լավ է լինելու, որտեղ ինքը շատ բարդ բան է, էլի, դուք ինչերի կարա բերի, connection-ները շատ են իր հետ տենց շղթայական էլի, ինչեր կարա լինի ընդհանուր աշխարհում, դրա համար դժվար է ասել։ Բայց ինքը դա ամեն տեղ է, չէ՞, տենց անում, ասենք Ուկրաինայի դիլում էլ ոնց որ տենց մաքսիմում push արեց, հիմա տենց կամաց իջացնում է եւ ինձ բանի որ ընդունել է։ That classic direct negotiation-ի ստիլը ինքը դրանց լավ գիրքեր ունի, ինքը negotiation-ի հրապարակած ժամանակին բիզնեսի մեջ, ինքը ոնց որ նույն այդ մի քիչ մոբական է, էլի այդ mobsterski negotiation-ի ստիլն է, իր մոտից են վախտված այնց construction-ից եկած, ինչը politics-ում էլ է փորձը ցուցատել է աշխատում է ամեն դեպքում, մարդիկ վախենում են, խառնվում են, հետո մի քիչ ավելի միջին բան ես ասում Այն քո ասացից ահա որ լավն է թվում, ասում են այդ հիմա չվերցնենք, ոնց որ մյուս վատն է լինելու։ Ու դիտողում ինքը իր ուզած կետին է քեզ բերում էլի, բանից մաքսիմումից սկսելով։ Արի գիտես ինչ քննարկենք։ Technology-ի վրա ոնց է ազդելու այս ամեն ինչը։ Լավ թե վատ։ Ոչես Տրամպի տարիները քու կարտիկով technology աշխարհին օգնելու է, որտեղ սկզբում ես հիշում նոյեմբերին դες լրիվ օպտիմիզմ էր ոլորտում, ասում են հեսա Տրամպը գալու է, ռեյթերը իջնելու է, էլիկը փողը գալու է, ամենալա պիրուդն է, բայց ոնց որ դա այդքան էլ տենց չէ, դες նայելով public market-ներին ամենը չեն գնում է։ Ինձ թվում է այս public market-ներին գնելը ամեն դեպքում ես պետք կանեմ կարճաժամկետա։ Ոնց որ դաժե կմտածեմ, այսօր մտածում եմ ինչ որ stock-եր են գելա, որ ես էլ ունեի, ասում եի ավել առնեմ, ոչ թե տենց բան լինեմ, քանի ոնց որ են գնում է։ Ինձ թվում է պոզիտիվ տրենդ է դառնալու ինչ որ կետից։ Ես հաստատ կարամ ասեմ, որ եվրոպական կամփանիների համար, մեր համար, որոնք տենց լրիվ fully US չեն պատրաստվում ուղղելն, ոնց որ ուզում են այդ ոնց որ Եվրոպայում ինչ որ բան անեն Եվրոպայից սկսեն աճացնեն, իրանց մի քիչ ավելի վատ է լինելու, քան ոնց որ Տրամպը էլ է ուզում onshore բերել, ասում է թե դու կամփանիա ես ստեղծում, թե ինչ որ բան ես ստեղծում, արի Ամերիկա համար, աստե ամենալավ պայմանները կլինի low tax, ամեն ինչ քո համար լավ կանենք, բայց արի ստե բայց ինչը կարա բերի օրինակ դուս շատ քիչ investment-ներ անեն US-ից, որտեղ ոնց որ մեծ VC-ներն են ու մեծ փողերն են, ու հիմա Europe-ի VC-ները ինչ որ արձագանքում են։ Երեք օրինակ մի հատ Project Europe-եր ստեղծվել, Harry Stebbings-ներ սկսել ու տենց մի քանի 0.9 VC, մի քանի եվրոպական VC հետ, որ 100 քանի եվրոպական twin դենս unicorn status ասած founder-ների էին հավաքել ու 10 million fund էին raise արել, որ փուճուր տիկետներ տան 18-ից 25 տարեկան սկսող founder-ներին, որ entrepreneurship-ը ավելի զարգացնեն, ու ոնց որ նպատակն է, որ ասում են, չէ, ախպեր կա Եվրոպայում էկոսիստեմ, կա Եվրոպայում լավ ստարտափներ, ստեղծվում են ու շարունակվելու են, ու ոնց որ մենք խրախուսելու ենք, ու դու այդ փուճուր տիկետները հետ նաև mentorship ես ստանալու ես founder-ներից, ու կան այդ story-ները իրականում ու միշտ եղել են, բայց համեմատելու չի հա։ Բայց ամեն դեպքում reaction կա, էլի։ Այնտեղ դե ուզում ասել, այս որ Ամերիկան ասաց, որ Եվրոպայի անվտանգությունը չի ապահովելու, մի քիչ պանիկա սկսվեց, չէ՞, ոնց որ Եվրոպայում ու տենց հայտարարեցին 800 միլիարդ եվրո ուզում են տարեկան ծախսեն անվտանգության վրա եւ այլն։ Բայց որ մտածում ես, ասենք Ամերիկայի տեսանկյունից, ՆԱՏՕ-ի տեսանկյունից, մեկը Եվրոպան ինձ դարսակիցներն է, որտեղ Եվրոպան էլ է սկսում 800 միլիարդ ծախսել, Ամերիկան էլ 800 միլիարդ մոտավորապես բյուջե ունի, համարյա տրիլիոն, ՆԱՏՕ-ն դառնում է տրիլիոն 800 միլիարդանոց ոնց որ բյուջեով organization, որը շատ է հազորացնում Ամերիկային, պոտենցիալ Չինաստանի դեմ պայքարում էլի։ Այսինքն իրականում լրիվ են ոնց որ ֆիրմային, որ մեկին կանչում ես, ուժեղ critical feedback ես տալի, իքը վատ բան ես ասում, երկու դեպի մարդ կա, չէ՞, մեկը կոտրվում է դուսա գալի գործից, այն մյուսը ասում ոնց ինստանս բան ես ասում, ցե կդզեմ, կդառնամ ամենաուժեղը, ամենալավը, ոնց որ դա աշխատած Եվրոպայի վրա։ Եվրոպայի վրա շատ լավ աշխատեց, շատ լավ իրականում կոնսոլիդացվեցին, սկսեցին ինչ որ լուծումներ տալ։ Ճիշտ անդել է հիմա տենց դերերի խաղերը Մակրոնը ուզում է տենց կենտրոնացնի իր շուրջ ոնց որ ինքը տանի սաղ այդ առաջվան ու ինքը օրինակ ֆրանսիացի ընկերներիս հետ որ խոսում եմ ասում են ինքը տենց ներքին էլեկտորատի խնդիր ունի
Դրա համար ավելի շատ հիմա արտաքին ազբաղվում փորձում է տենց բաների մեջ լինի, որ կարողանա ոնց որ ընտրվի, նենց չի որ այս բանը շատ են սիրում։ Բայց բանի հետ կապված այդ ՆԱՏՕ-ի հետ Տրամփին որ լսում ես, ինքը որ մի բան ասում է, տենց փորձ ստացվում ինչ որ բաներ անում է, ոնց որ պրոստը խոսքեր չեն էլի մեծամասն։ Մարնակ ինքը սկսել է այդ թեման вообще ՆԱՏՕ-ն ինչի համար է պետք։ Ոնց որ ու ինձ թվում է sense մի հատ պահ կա, որ լիքը կառույցներ կան, ոնց որ World Health Organization-ը, USAID-ին, даже ՆԱՏՕ-ն, ոնց որ այս ադմինիստրացիան մտածում է իրանք սպառել են ու նոր ինչ որ բաներ են պետք լրիվ, նոր կառույցներ, նոր մոտեցումներ։ Ու հիմա հա Եվրոպան կարող է ինվեստը անում բանակի մեջ, բայց կարող է ոնց որ ինքը առանձին ինչ որ եվրոպական կառույց լինի, առանց ոնց որ US-ի չես կարող ասես էլի։ Բայց միանշանակ չի որ ՆԱՏՕ-ն ոնց կա կմնա, որտեվ շատ է հիմա խոսակցությունները այդ սաղ կառույցները ուզում են restructure անեն, restart անեն, նոր բան սկսեն։ Դրա հետ համաձայն եմ, բայց իրանք բնական դաշնակիցներ են, էլի, որտեղ ոնց որ էկոնոմիկ առումով, cultural առումով, value-ների առումով ինչքան է ձախական աչական այդ մասերը հանեն, բայց Եվրոպան ու Ամերիկան շատ մոտիկ են իրար, էլի։ Շատ ավելի մոտիկ են, քան թե Չինաստանն ու ասենք Եվրոպան, Չինաստանն ու Ամերիկան։ Հա, դե Ամերիկայի ամենամեծ concern-ն է, որ հավասար partner-ներ ենք, բայց вообще հավասար չենք ծախսում տարբեր տեսակի խնդիրների շուրջ ու Տրամփի ելույթները որ նայում ես, հիմա դուք լուրջ հավատում եք, որ Ամերիկան օրինակ կոնֆլիկտում լինի պատերազմական, ասենք Ֆրանսիան գալու է մեզ օգնի, ոնց որ իր պատկերացումները տենց է, այսինքն ինքը պատկերացնում է, եթե մենք partner-ներ ենք, ու էլի սա բիզնեսից է գալի, էլի have skin in the game, էլի, եթե partner ենք, դու են ինչ չափ նույն Ուկրաինայի մասով անդադս ունենք այսքան ենք դրի, իրանք ընդամենը այսքան են դրել, կեսն էլ օնա, իրանք մեր հետ հավասար չեն դնում, եթե ոնց որ նա, այսինքն այս ադմինիստրացիայի բանն է, որ հերիքա Ամերիկան սաղի մեջ ինվեստ անի, սաղին support անի, ասենք 200 միլիարդ կանադային support անի, բայց օրինակ Կանադայում տենց սիրուն քաղաքը սարքեն, ամեն ինչ սիրուն անեն, ոնց որ այդ փողերով ընտիր ծախսեն այդ փողերը, բայց մեր վալյուն, որտեղ որնա ոնց որ, այսինքն մոտեցումը իմ այդ է, որը կարող է, չեմ կարող ասեմ Ամերիկայի համար լավ է, բայց աշխարհի համար մի քիչ վտանգավոր մոտեցում է, էլի, որտեվ Ամերիկան դիտվել է որպես աշխարհում տես լիդեր, որը support է անում արտաքին քաղաքականության մեջ լավ է, partner-ների հետ լավ է։ Հիմա մի քիչ ստիպել է սաղին մտածել, որ պետք է մենք այնց մեր structure-ները սարքենք, որ Ամերիկան կարող է լուբոյ բայ pull out անի։ Օրինակ կարա Տրամփի պես president գա, ասի ՆԱՏՕ չկա։ Ոնց որ ինչը Եվրոպայի համար շատ լավ է, բայց եթե իրանք կարողան այդ ինֆրաստրուկտուրաները ունենան, ինվեստ անեն բանակի մեջ, այդ ամեն ինչը կախվածին չեն ունենա Ամերիկայից, որ մի president կա supportive կլինի, մի president կա չի լինի, էլի։ Իրանք ունենան նաև իրանց պաշտպանությունը։ Պրոստը հիմա տենց hot fix-ի ռեժիմով պետք է լինեն, էլի 24/7, որտեղ ռեալ պատերազմ կա Եվրոպայում, պետք է արագ լիքը բաներ անեն, էլի։ Քանի ոնց որ չի կանգնել է timeline-ները կարճ է, էլի։ Բայց նա լավ էլի, urgency լավ է, startup mode են գալի։ Սկսվում է արագ գործեն։ Արի թեման քիչ փոխենք geopolitics-ից, AI-ի մասին խոսանք։ Նա acquisition-ներ տեղի ունեցել, ուրեմն Ալեշյանը էկրանից ցույց տամ։ ServiceNow-ն, որը ամենամեծ enterprise software company-ներից է, կարծեմ մի 160 միլիարդ market cap ունի, իպա 200 միլիարդ պլյուս էր, առել է Moveworks-ին 29 միլիարդ դոլարի դիմաց, ու հետաքրքիրն է, որ այս Moveworks-ը ինքը AI agent-ներ է սարքում enterprise-ի համար, որով լիքը բան ավտոմատացվում է enterprise-ում, որ կարդում է այս դիլի մասին, դա շատ մեծ դիլ է, ոնց որ 29 միլիարդ դոլար, բայց հետաքրքիրն է, որ Moveworks-ը ընդամենը 18 ամսվա ընթացքում կարողացել է հասնի $100 միլիոն revenue-ի, այդպես AI աշխարհում փաստորեն թվերը շատ ավելի արագ են աճում, ու նույնիսկ enterprise-ը, որը դասականորեն ամենադանդաղ segment-ն է, որտեղ դիլեր են տևում 18 ամիս, կարողացել է scale լինի ու $100 միլիոն հասնի, ու այդպես AI-ը ինձ թվում է այդ առումով ագին յուրահատուկ է, ու ServiceNow-ն գնացել է փաստորեն 30x իր revenue-ի վճարել է այդ կամպանիայի համար, որպեսզի կարողանա ինքն էլ AI agent-ներ deliver անի enterprise-ում։ Երկու տեսանյութ է ուզում քննարկենք հարցը, մեկն թե ոնց որ ինչքան է փոխվել այդ նոր նորմերը AI company-ների համար, հա, առաջ ասենք $5 միլիոն revenue-ն երևի միջինում 4 տարի էր տևում, հիմա ասենք ոնց որ տարի ու կեսը տարին ագի նորմալ է համարվում, ու երկրորդը ինչ ես կարծում
որ հիմա AI company-ները դուրս են գալի նոր սերնդի software company-ները իրանք challenge են անելու հներին ServiceNow-ին, SAP-ին, Oracle-ին միշտային, թե ուղղակի airdrop acquisition-ները առնելու ու նրանք որ վերափոխվել են դառնան AI company-ներ։ Ատեն մի հատ պատճառ եմ կարծում ինչի են կարում կամպանիները AI արագ են ու մտնեն նույնիսկ B2B, որը համարվում է տրադիցիոն դանդաղ, որտեղ ոնց որ adoption-ի ու learning curve-ի խնդիր вообще չկա։ Ի տարբերություն այդ տրադիցիոն SaaS-ի, որ պետք է մարդիկ ինտերֆեյս սովորեն, experience սովորեն, document կարդան, հասկանան, ինչ որ ինտեգրացիաներ անեն բան, այսօրվա ինտերֆեյսերը իրանք բավական text-based prompt-եր են, էլի, ոնց որ task ես տալի, անում ոչ մի adoption-ի խնդիր չկա, դրա համար B2B-ում գնալու ինչ որ value փոխելը շատ արագ է, ոնց որ ոչ մեկ չպետք է ինչ որ բան սովորի, նոր բան սովորի, էլի, որպեսզի կարողանա product-ը օգտագործի, այսինքն դաժե այդ sales cycle-ների իմաստը չկա, այդ product-ը այդքան ներկայացնելու իմաստը չկա, դրա հաշվին ոնց որ կարում են արագ աճեն։ Մի հատ է ավելացնեմ, ինձ թվում է երկու կետ էլի։ Առաջինն է որ տենց բոլոր մարկանց մոտ բան կա, urgency կա, որ ոնց որ AI-ը եկել է ու պետք է ոնց որ փորձում են գտնել հնարավորություններ ավտոմատացնելու ու լիքը բան ավտոմատ անելու։ Այնօր մամայից հետ է խոսում, ուսումնարանում է աշխատում ուսուցչուհի ու պատմել որ իրաց ուսումնարանում իրաց ուսուցիչներով քննարկում էին երբ AI-ը գալու իրաց ավտոմատացնելու։ Դա Հայաստանում ուսումնարանում էլի պատկերացրու это որ enterprise-ում իսկ ամենուր այդ խոսակցությունները այսինքն դա լուրջ market բան կա demand կա որ անընդհատ փորձում են ոնց որ use case-եր գտնեն ու GTM-ը go to market-ը դառնով լավ հեշտացել է էլի Պրոստը ամեն դեպքում քանի որ տենց market-ի urgency կա ու hype կա ու սաղ ուզում են ինչ որ բան անեն ամեն դեպքում ես հավատում եմ տենց մի տարի հետո, 2 տարի հետո տենց մի քիչ նայելու ենք, որ լիքը կամպանիներ, որ տենց hype-ի մեջ էին արագ աճում էին, չկարացան ցույց տան, որ օրինակ երկրորդ տարի կարում են նույն կոնտրակտները անեն, retention ունեն, ոնց որ high կոնտրակտների, որտեվ հիմա այդ FOMO-ն կա, scarcity-ն կա, որ պետք է մենք էլ օգտագործենք, switch-ելնենք, efficient սարքենք, բայց լիքը բաներ իրականում չեն աշխատելու, այսինքն period-ը անցնելու մարդիկ հասկանան, որ բայց մի րոպե այդքան էլ efficient մեջ չսարքեց, նույնիսկ մի քիչ բարդացրեց, բայ հիմա այսքան կոդ AI-ով գրեցինք, բայց հիմա այդքան լավը չի legacy կոդա, բայց հիմա պետք է փոխենք ինչ որ բարդ բաներ չի աշխատում, այդ օրինակներ եմ ասում hypothetical, բայց քանի որ արագ է այս ամեն ինչ լինում, սովորաբար որ մի բան արագ է լինում, հետո դու սկսում ես հետևանքները ուշ ոնց որ մարսել ուտենալ ու AI tool-երի ամենամեծ խնդիրը այդպես ցույց տալ, որ okay, մի տարի արագ աճեցինք, հասանք ինչ որ թվի, բայց երկրորդ տարի կոնտրակտ renewal-ները ինչքան են, NDR-ները ինչքան են, retention-ները ոնց է։ Մեծամասնությունը այս product-ների տենց ահավոր poor retention ունեն։ Շատ քչերն են էլի, որ հասել են հիմա sense արագ revenue, լավ retention ունեն։ Այդ poor retention-ը նրանց է, մարդիկ excited են AI-ով թազա բաներ փորձել։ Ասենք որ ինչ որ մի բան է հիմա դուրս գալի, ես էլ դու էլ մտնում ենք մի հատ subscribe ենք կլում, փորձում ենք, բայց այդ չի նշանակում adapt ենք անելու սաղ կյանք օգտագործենք էլի, այդ նշանակում է այս բան hype կա, մեզ հետաքրքիր է ուզում ենք տենանք։ Ոնց որ ինձ թվում է մի տարի, 2 տարի հետո մի հատ էլ ուրիշ to market downturn չասեմ, բայց մի հատ սիտուացիա ենք նոր լիքը investment է գնացել sense company-ների մեջ, բայց որոշները կանգնել են, հետ են աճում, մեռնում են, acquisition են լինում։ Օրինակ այդ որ բանով նայես, բուրգով նայես, ոնց որ կան այդ model company-ները, չէ՞ կամ infrastructure company-ները, հետո API, այսինքն hardware company-ները, հետո model company-ները, հետո app company-ները, ու բարձրացած որ այդ երկրորդ layer-ը, որ 3 տարի առաջ ամենահոտն էր, 2.5 որ ChatGPT նոր դուրս եկե, այդքան է հաճել հիմա, որտեղ կարող է DeepSeek-ը բուջուր թիմով այդ նույն բանը շատ էժան անի, իսկ սկզբում ամեն ինչ մտածում են scaling lower-ով ու ոնց որ անվաշ փողերը դա հոսում, ու լիքը կամպանիներ ոնց որ փակվեցին այս ընթացքում կամ acquire եղան, չէ՞, Microsoft-ի case-ներ, Red Hoffman-ի company, ելի մի քանիսը նույն ձև։ Այսինքն այդ առումով համաձայն եմ քո հետ ու կարող ես այդ բիզնեսները մել ատենց, կարող ասենք մի տարի հետո բարձրի retention-ները շատ վատ է, ու քչեն են ոնց որ կարում գոյատևեն։ Այդ առումով համաձայն։ Բայց ինչ ես կարծում, ոնց որ այն նույնիսկ հարցս գամ էլի, ոնց որ այն հին կոչված incumbent-ները, որ 20-30 տարի դոմինանս ունեն մարքեթի, այսինքն ամենամեծը դա SAP-ը, Salesforce-ը, Oracle-ը, բան դրանք էլի մնալու են enterprise hegemon-ներ, թե
այս նոր ստարտափները կարողանալու են ինչ-որ market share խլեն էլի իրենցից։ Դա սրանք պրոստը փուճուներին կուլ են տալու, այտենց ավելի ուժեղանան։ Ինձ թվում է տենց շատ սև ու սպիտակ չի լինելու, այսինքն հաստատ ելնելու են մեծերից, որ մեռնեն, հաստատ ելնելու են, որ ոնց որ innovation կարողանան անեն ու մնան ու առնեն լիքը փուճուր բաներ, ոնց որ միշտ է տենց եղել, որ նոր բան ա դուս եկել, որոշները մեռել են, որոշները մնացել են ու տենց company-ներ կան շատ generational են, արդեն ինչքան վաղ ապացուցում են, որ ինչ innovation է լինում է, իրանք ճիշտ ժամանակի սպասում են, ամեն մեկը մի հատ տակտիկա ունի, հա Microsoft-ը ճիշտ ժամանակին սպասում է, ճիշտ ձևով կարող acquire անի, մտնի վերցնի, ոնց որ տեխնոլոգիան, մեկը սպասում է միջև mature լինեն տեխնոլոգիաները, արագ ավելի լավ վերսիա տալ, օրինակ Apple-ը, ոնց որ Կամ Amazon-ը։ հա, երկար ստրատեգիաներ են մշակել, innovation-ը իրանց մոտ ոնց է աշխատում, ու մի հատ բան կա AI-ով, որ մեծ ինքնաբուծների համար էլ է հեշտացել AI-ով innovate անելը, այսինքն այդ մեծ առավելություն է իրանց տալի, ու հիմա ես մի հատ տրենդ եմ նկատել, որ սաղ մեծ կամպանիները կողքից իրանց venture-ներն են սարքում, ու սկսում են այս սաղ AI-ական ստարտափների մեջ տենց invest անել բավականին early, ու էդ էլ է էլի ստրատեգիա, որ ոնց որ մենք քո investor-ն ենք, քո մետրիկաներից անդադ տեղյակ ենք լինելու, ու ոնց որ երբ որ պահը հասունանա, կիմանանք պետք է քեզ acquire անել կամ պետք չի, ու որն է մեր ստրատեգիան դրա հետ ինչ որ մի բան անելու էլի։ Այսինքն, բայց հաստատ լինելու են շատ հին, տենց մի քիչ լճացած կամպանիներ, որ չեն innovate անում կամ չեն հավատում այս innovation-ների կամ blunt են, կարճատես են, որ հաստատ կմեռնեն, բայց որոնք են դժվար է ասել էլի։ Իսկ ձեր ոլորտում որ company-ներն են, որ տենց ոնց որ գիգանտ են content creation-ի մեջ։ Creative-ում Adobe-ն է, ոնց որ մեծ, ու Adobe-ն ունի պրոբլեմ innovate անելու, այս շարժ ունի պրոբլեմ, ինքն էլ է գիտակցում, ոնց որ իրանք մի քանի պահ կորցրել են, հիմա ավելի լուրջ են դրան վերաբերում, կորցրել են Figma-ի պահը, ոնց որ չհավատացին, որ կարա տենց ոնց որ collaborative product design-ին replace անող company լինի, ու երբ որ արդեն մեծացավ ուզեցան առնեն, չստացվեց, ոնց որ legal reason-ներով եւ այլն դիլը, ու հիմա ոնց որ երկրորդը Canva-ն եղավ, որ կարացավ մեծանա ու արդեն enterprise-ը մտնում, ոնց որ դա ռիսկ է, ու իրանք տենց երևի այս անցած տարի կամ տարի ու կես առաջ նոր սկսեցին լուրջ innovate անել, տենց արագ լինել Firefly-ը հանեցին, տենց մի քանի հատ product հանեցին, սկսեցին product-ներում innovate անել, հիմա բայց մեկը still զգացվում է, որ իրանք այդ speed-ը ու այդ բանը չունեն content creation-ի մեջ, ինչ առաջ էր ու դրա համար օրինակ այսօր call ունեի բանը այդ Adobe Ventures reach out էին արել, ուզում էին հասկանալ ինչ են կանում, ու այնց խոսակցությունից հասկացա, որ ավելի շատ փող ունեն հիմա, ավելի շատ է focus ventures-ի վրա, որ sense մեր նման ստարտափների հետ խոսան ու տենց investment-ներ անեն, որ հետո potentially acquire անեն, որտեղ հասկանում են, որ չեն հասցնում, ու օրինակ մենակ հասցնում են այս բան image-ի մեջ, ոնց որ creative-ը որ նայես audio, video, image չէ, image-ի մեջ հասցնում են, որտեղ տենց լիքը knowledge կա, լիքը բան կա, բայց video, audio-ի մեջ չեն հասցնում, ոնց որ այս տեխնոլոգիական advancement-ներով ասենք, հələ ոչ մի հատ տենց լավ մոդել չեն տվել, ոնց որ Google-ն է տալի կամ Sora-ն է տվել կամ լիքը ոնց որ տալիս են generative, ավելի շատ կողքից տենց նայում են, երբ ինչ որ լավ բան կլինի acquire կանեն կամ Որ Google-ը սարքի կամ OpenAI դժվար է acquire անել, էլի։ Իրանց մեծ կամպանիաներ են։ բայց դա ուրիշ բան կա, Google-ը շատ է տենց այն վաղ թելը որ Pixar-ում էի լիքը ֆոտո էդիտորներ են ինչ որ փորձում սարքում, բայց երբեք իրանց համար դա core focus business չի եղել, դրա համար չեն կարացել Adobe-ին հաղթեն կամ ինչ որ տենց բանանեն լիքը ֆոտո editing app-եր, ոնց որ Google-ը դա ամեն ինչ անում է, կարելի է ասել էլի, բայց տենց չի որ ամենտեղ successful է, էլի։ Լիքը տեղը տենց է ոնց որ successful չեղավ, էլի, բռնած չգնամ Google Photos-ից մինչև լիքը ուրիշ app-եր որ արել են, տենց չենք ամենալավն են, էլի։ Ու այդ creative մասը, հա հիմա օրինակ իրանց մոդելը շատ լավն է, բայց ոնց որ մարքեթինգը go to market-ը այդքան էլ լավ չի, ոնց որ ես շատ հազվադեպ եմ լսում, որ մեկը իրանց մոդելից է խոսում կամ դա ուզում տակից օգտագործի, ավելի խոսում են դաժե վատ մոդելներից էլի։ Չէ, մի քիչ համաձայն չեմ դրա հետ։ Ոնց որ Amazon-ն էլ, Google-ն էլ, Microsoft-ն էլ մի հատ բան ունեն, որ cloud-ը իրանց ձեռներում է ու սա enterprise customer-ն է իրանց ձեռներում ու տակից
Սեզով պրոստը ծախում են լիքը API։ Ասենք մի հատ օրինակ բերեմ, Amazon-ը մեծ նոր մոդել է հանը, կոչվում է Amazon Nova, որը Anthropic-ի 32-ի level-ի է, ու մի քանի անգամ, երկու անգամ էժան է, պլյուս caching մեխանիզմներով 3 անգամ էժան։ Ու տենց մենք AWS-ից օգտվում ենք, Anthropic-ն ենք ոնց որ առնում API-ը։ Վերջում եկան ասին, բայց մենք լավ մոդել ունենք, մենք ենք բլիզարը, անունը Nova-ը, տեստավորեցինք, ասենք նույն quality-ն է 3 անգամ էժան, փոխվեցինք AWS-ի, էլի։ Իսկ մալի կմար չէ լսը, ոնց որ Nova-ի մասին, բայց փաստացի տենց ինքը դառնում է, քանի որ AWS-ն է, ոնց որ developer-ների CS պլատֆորմն է, կարող են էժան ու լավ որակով բան տան, էլի։ Դե հա, օրինակ LLM-ի մեջ ես կոնկրետ specific creative tool-երի մասն եմ ասում, որ երբեք succeed չեն անում, որտեղ դա տենց մի քիչ enterprise use case չի, enterprise չի վերցնել այդ video generation model-ը իր մոտ ինչ որ տնի, ոնց որ case-եր կա, տենց ավելի consumer facing բան, տենց բաներում այդքան է հաջող չեն, բայց API-ը համաձայն եմ։ Բայց մի հատ API-ի մեջ էլ ուրիշ բան կա, ես քանի որ սրա մասին ենք խոսում, էլի հիմա լիքը ստարտափներ կան, լիքը fundraising են անում, արագաճում են, որ API բիզնեսի մեջ են։ Դա էլի հետաքրքիր բանն է, որ API switching cost-ը ահա որ low է։ Այսինքն լուվոյ բայ company-ն կարա, եթե ավելի լավ API լինի, ավելի էժան, ավելի լավ հանգիստ կարա ոնց որ switch լինի։ Ու ըստ էլ հասկանալի չէ, ասենք ինչ որ կամպանիներ շատ արագ աճում են, revenue են անում, բայց ինչքան են դա sustain անելու, երբ որ նույն Amazon-ը հանի այդ API-ը կամ ինչ որ մեկը հանի, որտեվ ոնց որ switching cost API-ը դու մի հատ ոնց որ key ես վերցնում, կոդում էլ գա տող ես դնում։ Գիտես, չէ, նա բոլոր API-ները OpenAI ստանդարտով են սարքում, այդ LLM-ների, ու այդ փոխել են ինքնարքի հեշտ է, որ պրոստը քին փոխում ես կլասիկ պես, մի քանի prompt ես փոխում, ու տեսես անում ու պատրաստ է, էլի, ասենք։ Դրա համար API-ն ամենադժվար բիզնեսն է, էլի։ Compete անելու տեսանկյունից, որտեվ շուրջը բան ստեղծել, որ switching cost-ը շատ մեծ լինի ու դժվար լինի switch-ներ, բարդ է։ Դրա համար միշտ price-ի վրա են compete անում, էլի։ Դե նայած, եթե infrastructure-ը որտեղ օրինակ API, որ դու data ես store-անում, դա էլ հակառակն է։ Դա փոխելը շատ դժվար է, որովհետև Եթե data ես store-անում, հա։ Բայց օրինակ նույն speech to text տեխնոլոգիաները չէ, ասենք հիմա ինչքան խաղացող կա, չէ։ Միակ համարյա որոշումը մարդը company որ կայացնում է, որը պիկանի price-ն է դառը, որտեղ quality-wise սա հավասարվել են նույնին, ով ավելի լավ price կտա, ոնց որ switch կլնես, ոնց մեկում է switch։ Մենք արդեն 10 անգամ փոխել ենք speech to text օրինակ զուտ գնի, չգիտեմ, մի քիչ stay on the feature-ի համար, տենց հեշտ ոնց որ switch ենք եղել, էլի։ Հա, նույնը մեր մոտ է։ Բայց ուրիշ թեմա խոսանք, որ կարա օգտություն լինի մարդկանց, դասողներին, B2B versus B2C, չգիտեմ, այս թեման քննարկել ենք թե չէ, որն է ոնց որ ավելի լավ բիզնես մոդել, ու կոնկրետ Հայաստանում, եթե ուզում ես ստարտափ սկսես, որ ուղղությամբ արժի գնալ, սովորաբար ինչպես pitch են անում, երևի 80%-ը B2C են կամ B2C օտեն, ու 20%-ն են B2B, որ Հայաստանում չպատկերացնեն, չէ, ոնց որ B2B բիզնեսը։ Ինչ ես կարծում, դա սկսենք նայած, որի ինչ առավելություններ թերություններ ունի, ու ինչ է Հայաստանում B2C-ն այսքան գերիշխող, էլի։ Չնայած VC-ների մոտ 80% investment-ների B2B-ում է։ B2C մասը ինձ թվում է Հայաստանում ինչի է իշխում, տենց եթե տրամաբանական գնանք տենց դպրոց, որ մենք սովորել ենք, մեծացել ենք, դից արդեն կհասկանանք, էլի։ Ոնց որ մենք ընդհանուր առմամբ ստեղի ոնց որ մեծացած հայերս, ոնց որ ամնաթուր կողմերից մեկը տենց presentation skill-եր, ծախել, խոսալ լիքը, ոնց որ համեստ քեզ պահի, լուրջ քեզ պահի, ոնց որ տենց առանձին ավելի առանձին էս տենց networking, բան տենց քիչ է, իսկ B2B սարքելը ինչ է ամենաշատը պետք, որ դու ոնց որ սկզբում մանավանդ founder-led sales անես, լիքը մարդու հետ խոսաս, sell անես, customer-ից հասկանաս, լիքը ոնց որ քեզնից presentation, storytelling, ծախել, տենց բաներ է պահանջում։ Իսկ consumer-ը մարդկանց թվում ավելի հեշտ է կսարքենք, ինչ որ ստանդարտ ոնց որ go to market strategy-ներ կան, մենք կարիք չկա ոնց որ user-ներին ծախենք, գնանք խոսանք հետները ամեն մեկի հետ առանձին, այտենց ոնց որ ավելի հեշտ է թվում այդ տեսանկյունից, որտեվ ռեալ չես գնում խոսաս մարդկանց հետ։ Բայց արդեն Հայաստանում կան կամպանիներ, որ լավ step up են եղել, ոնց որ կարում են խոսան այդ skill-երը ձեռք են բերեն, ոնց որ խորացել են։
Ինձ թվում է ամենաշատը այդ skill-ն է, այդ soft skill-ի զարգացածության մասը դու կարողանաս sales անես, երևի ստեղի կամփանիների ու պլյուս success case-երն է at least վերջի տարիներին նայվում էր որպես Pixar-ը consumer-ը, ոնց որ դա իջլիքը experience կար, ոնց են marketing անում եւ այլն ու B2B and successful company VC back որից կարելի էր սովորել learn անել, այդքան է շատ չկար։ Երևի այս երկու կոմպոնենտն է, բայց VC տեսանկյունից հա B2B-ն ինչի է ավելի exciting, որտեվ Բայց երրորդն է կա, իսկ ամենակարևորը չասի։ Ոնց որ B2B-ի մեջ ամենակարևորը այն է, որ ունենաս industry knowledge, ասկին եթե օրինակ սարքում ես home service-ների կամպանիաների համար CRM, կամ սարքում ես solar-ի համար CRM, կամ սարքում ես call center-երի համար solution, եթե դու այդ industry knowledge չունես, չես կարող սարքես նես B2B product, որը killing է։ Իսկ B2C-ում դու ես consumer-ը, դու կարող ես այդ տեստավորես, քո ընկերների հետ ես կարող տեստավորես, դա համար ասես դու Հայաստանում ես, ոնց որ նստած ես պատվալում կամ բունկերի մեջ ու փորձես ասենք դրսի աշխարհի համար շո բան սարքես, իսկ թվում է դա ամենամեծ խնդիրը, որ specific vertical knowledge ոնց որ չկա պրոստը մարկանց մոտ էլի։ այդ որ B2B ես անում ու էլի պետք է sales անես, չես կարող նույնք Հայաստանում company սարքես ու sales անես SF-ում company-ը, որտեղ լիքը seller քեզնից ավելի լավ են անելու, որտեղ կոֆե են խմելու դեմ մարդու հետ, company-ներն են եթե այնտեղ էլի, կոնկրետ իհարկե case-ից կախված։ Այդ մասը 100% համաձայն եմ, մեկ է ոնց որ որը ինչ տեսակի բիզնես անում, իրան թվում է այդ ավելի բարդ է, ոնց որ B2C անում, իրան թվում է B2B-ն հեշտ է, B2C-ն բարդ է, որ բան անում, B2B անում, իրան թվում է B2C-ն դե հեշտ է, այդ սարքել ես առնում են մարդիկ, B2B-ն ավելի բարդ է, այդ իրականությունները երկուսն էլ շատ բարդ է, ոստը տարբեր բարդություններ ունեն, էլի։ Արի հերթով գնանք։ Ես որտեղ եմ ոնց որ համ շատ B2C բիզնեսներ ունենք, համ շատ մեծ enterprise բիզնեսներ, մեծ client-ներ ունենք։ Արի մեծ հերթով քննարկենք։ Արի B2C-ից սկսենք։ Որոնք են challenge-ները B2C-ում ու քո բիզնեսները absolute B2C-ին է մոտիկ, չէ՞։ Քան թե B2B-ին։ Ես սկսենք ամենամեծ challenge-ից, որպեսի դու կարողանաս 100 միլիոն ARR բիզնես ունենաս, consumer-ում սովորաբար ACV-ները, contract volume-ները շատ փոքր են։ Annual contract value։ Հա, annual contract value, ոնց որ 50-100 $, այսինքն եթե դու ուզում ես 100 միլիոն ARR-ի հասնես, պետք է ոնց որ միլիոն հատ subscriber ունենաս, ոնց որ retaining։ Դա նշանակում է, Այդ նշանակում է, պետք է ոնց որ նայած ինչ space-ում այս conversion-ը ինչքան է, պետք է 20 միլիոն user-ի ոնց որ հասնես։ Այդ տենց բավականին challenging է, եթե դու network effect-ներ չունես, ինչ որ չես սարքում նենց բան, որ այդքան մարդու իրականում պետք է ու հազարատ ոնց որ բարդություն կա, պլյուս uncertainty-ն շատ մեծ է, մանավանդ եթե նենց բիզնեսում ես, որ օրինակ consumer-ի փոփոխությունից mindset-ի ահավոր կախված է, ու հիմնական consumer բիզնեսները տենց են, որտեղ consumer-ի mindset-ը անդադ փոխվում է։ Ոնց է ինքը ինչ որ բաների վերաբերվում, ինչեր առնում, իր lifestyle-ը եւ այլն, ու դու մի հատ բիզնեսի մեջ ես, որը ոնց որ դու հա պետք է innovate անես, ոնց որ հա successive S-curve պետք է գտնես, կոմոդ տենց Excel-ով տենց predictable չի էլի։ այդ մասը մար բացրել էլի, S-curve որպես պետք է S-curve գտնես, դա նշանակում ու որտեղ է challenge էլի։ Ոնց որ S-curve-ը այնա, որ եթե դու ուզում ես կոպիտ ասած continuous growth ունենաս, sense just predictable ունենաս, ինչի է B2B-ում այդ օրինակ ավելի հասկանալի, ոնց որ դու ինչ որ ICP-ես գտե, գիտես քանի հոգի salesman ունես, ամեն մեկը quota ունի, ինչքան են իրանք ծախում ոնց որ, ինչ որ չափի կարաս predict անես, որ X մարդ ավելացնեմ, market-ը այսքան է, այս playbook-ը աշխատում է, ես ինչ որ stake ասնեմ, բարձա միշտ չի որ տենց աշխատում, բայց ատե հասնել է, ոնց որ ինվեստորները at least գիտեն, որ լիքը case-եր կար մարդիկ ատե հասնում են, ոնց որ go to market-ի խնդիր է, իսկ ոնց որ consumer-ում մեծամասամբ դու քանի որ ոնց որ consumer-ը ինչ որ հիմա մարդիկ ինչ որ վիճակում են, չէ՞, օրինակ հələ ChatGPT-ն չկա, ասենք սա consumer-ները հիմա ChatGPT-ն չէ օգտագործում։ Դու մի հատ տեղ ես, որ իրանք սովորեն ինչ որ ստանդարտ API ինտերֆեյսի ընդհանրեն consumer սարքում ես ու լավ բան ես սարքես ու growth ես ունենում։ Մեկ էլ լավ փոխվում է consumer-ի վերաբերմունքը։ Ասենք ինքը սպասում է, որ ամեն ինչ մի չափ ինքը տենց է աշխատում։ Կոմոդ ոնց որ
growth-ի curve-ը սկսում է փոխվել, ներքև է սկսում իջնել։ Հիմա դու պետք է գտնես, okay, հաջորդը ինչ եմ անում, որ բարձրանա, որ փոխել ալի mindset-ը, էլի։ Նույնը, ասենք եթե social platform ես սարքում, կարա տեխնոլոգիան չլինի, կարա լինի, որ մարդիկ սովորեն, որ message են իրար ուղարկում, հիմա audio message-ը ամեն ինչ դառել, ու ընդելիք հապեր են ստեղծվել audio message-ի, ու սա սկսում են գնալ։ Դու անընդհատ ոնց որ այդ innovation game-ում ես, նոր բան պետք է գտնես, որ նորից growth-ըդ ոնց որ հետ վերես, որտեղ քո end user-ի կարիքները անընդհատ ահավոր շուշուտ ոնց որ կարա փոխվի։ Մյուս բանը churn-ը, չէ՞։ Natural churn-ը B2C-ում, ասենք, ես որպես consumer տարվա ընթացքում երևի մի 30 հատ app եմ քաշում, տարբեր, չեմ նիհայելու app, ինչ-որ մեդիտացիայի app, ինչ-որ տանդ կախված app, ինչ-որ content-ի app, քաշում եմ, նայում եմ, դուրս գալիս այդ բանին, տալիս եմ ամսը $10, հետո ասենք մի ամիս անցնում է, ինչ սրտ cancel եմ անում, այսինքն B2C-ում retention ստանալը շատ դժվար բան է, չէ՞։ Նաև դրա այդ retention-ի challenge-ներից մեկն է նա, որ օրինակ B2B-ում դու երբ որ արդեն ինչ-որ չափի գոնե penetration ես ունենում, PMF ես անում, ոնց որ այդ replicate անելը շատ բարդ է, որտեվ դու քո value-ն մենակ ինչ-որ product ես սարքել, որ պետք է։ Քո value-ն նա, որ դու sales engine ես սարքել, կարող ես sales անես, network ես ձևավորել, կարող ես այդ ամեն ինչը անես, ոնց որ լիքը դե knowledge կա ու value կա։ Consumer-ում ոնց որ հիմնականում product-ն է, դու product ես ծախում։ Այսինքն լուբոյը կարա գնա ոնց որ այդ product-ից սարքի ու մի բան ինչ-որ ավելի լավ UI մտածի, ու հեն, ասենք չգիտեմ, բան սկսեցիր, մի 10 հոգի շատացավ, նույն consumer app-երից, էլի դու պետք է այդ innovation-ի մյուս curve-ը գտնես, ես ինչով եմ իրանցից տարբերվելու, խի պետք է իմ մոտ հիմա էլ հետ գան։ Ու սենց անդադ ոնց որ պայքարա, մի app-ից մյուս app են մարդիկ գնում, ու դու մտածում ես ոնց իրանց ոնց որ հետ բերես։ Դրա համար լիքը consumer app-եր ինչ որ growth որ ունենում են ինչ որ կետի decision են անում ոնց կարանք ինչ որ ձև գտնենք up market գնալու մենք էլ enterprise գնանք որտեվ հոգնում են այդ stable innovation game-ից ու ուզում են ինչ որ sticky տենց չէ բաներ սկսեն ծախել ու այդ case-երը ամեն մեկը տարբեր ուղղություն է գտնում օրինակ չեմ creative space-ում ֆոտոռումը որը background removal product է հիմա ամենալավ API-ն է տանի background removal-ի դեռ մեծ data-ի վրա train են արել ու լիքը e-commerce-ի լուրջ brand-երի ոնց որ որպես API-ը ծախում API-ում արդեն contract value-ները բարձր են retention-ը ավելի լավ է ոնց իր consumer brand-ի power-ը օգտագործում է գնա enterprise չեմ Canva-ն մեծացել է consumer-ում շատ մեծ է դառել սկսել է այդ փողը օգտագործել ոնց մտնի enterprise բայց eventually սաղ փորձում են մտնել մեկը gone enterprise որտեղ այդտեղ մեծ ACV-ներն են մեծ retention-ներն են այդտեղ որ մտնում ես ավելի դժվար է compete անել Ոչ բոլորն են ուզում։ դե ոչ բոլորն են դառնում շատ մեծ էլի Canva-ի չափ էլի Դե consumer ասենք եթե նայես ամենամեծ tech company-ներին ոնց որ եւ B2B շատ մեծ company-ներ կան նույն այդ 7-ի մեջ է այսինքն Microsoft-ը հիմնականում B2B company է B2C product-ն ունի իհարկե բայց հիմնականում B2B company է նույն Salesforce-ը խոսացինք 300-400 միլիարդ տոնոց կամպանիա ServiceNow-ն attends Shopify-ն attends իրանք հենց ի սկզբանե B2B են բայց B2C-ները ավելի շատ են ոնց է ավելի շատ ասում consumer-ից B2B դեպի փորձեր գնացողները ինչ որ կետում էլ դե բայց կան որ մենակ B2C են մնացել ու գիգանտ են չէ ասենք հա դե social platform-ներն են բայց էլի նայ դաժուր social-ները նայես hardware company-ներ են հա hardware օրինակ social-ներն է որ նայես համարյա social էլ չի մնացել որ չի մտել ինչ որ B2B կամ at least API-ներ մոդելներ սարքելու մեջ ասենք մետան որ նայես ամեն ոնց eventually եթե շատ ես մեծանում public ես գնում ու շարունակում ես մեծանալ eventually դու enterprise value ես սկսում ինչ որ ձեր տալ որտեղ պետք է փողելի շարունակես շատացնել բայց հա եթե 1 միլիարդ exit-ա կամ չգիտեմ 4 միլիարդ exit-ա ինչ որ consumer-ով դա ռեալ է բայց մի հատ ուրիշ տեսանկյուն ասեմ արդ այս վերջացենք դավաք եթե ձեր մտածել ասենք դու technology company ես չգիտեմ ասենք podcast-ն ես կամ Eleven Labs-ն ես ու սարքես TTS մի ձև մտածելու քո app-ում դա դնելն է բայց աշխարհում հադատելի դիստրիբյուցիա կա չէ պետք է կարաս լնես gaming-ի մեջ կարաս լնես
support-ում, կրասը նստեղ եւ այլն։ Հա, միզևեն այս ֆոկուսը մնում այս մի հատ vertical-ի վրա, իմ consumer app-ով աճում եմ։ Մյուս ձևերն է, որ ասած technology company եմ, ամեն ուզում power-անը։ Առաջ բոլորը տենց էին մտածում, առաջի ձևով, որ շատ ֆոկուս են կլնում, բայց հիմա ինչքան հասկանում եմ, փոխվել է, նույն ասենք Anthropic-ը, OpenAI-ը, բան ամեն ինչ անում են, համ enterprise ունեն, համ API ունեն, համ consumer ունեն, որտեղ distribution մենակով անել է, շատ է դժվարացել, ասենք դու պետք է շատ ուժեղ network effects ունենաս, որ այդ distribution կանես մենակով անես, էլի։ Մենք էլ ենք տենց մտածում, հենց որ շատ չենք տարբերվում, դրա համար ենք նա այս API բան սկսել, TTS ավելի շատ invest անել, որտեվ մենք էլ ենք տենում, որ ոնց որ technology ենք իրականում սարքում ու limit չպետք է անենք, ոնց որ ինչ ենք սարքում ու կոնկրետ մեր case-ում խոսացինք անցած էպիզոդն է, մենակ podcasting-ը distribution տեսանք, ինչ շատ բարդ է, ոնց որ լավ scale լինելը, արագ scale լինելը, սա խնդիրները։ Հիմա դու կարես B2B-ից դա ասես ինքնը իր challenge-ները ունի, բավականին տարբերվող, բայց էլի challenging է։ Դե մեր մոտ կասեք այնս B2C to B-ը, որտեղ դիքը consumer ունենք ու դա բերում է մեծ բրենդի awareness-ի ու ոնց որ marketing-ը օգտվում է lead generation-ի, ասենք մեր B2B revenue-ի 99%-ը inbound-ը, customer-ները գալիս են form-ը submit անում ու մեր system-ը սկսում է տեղից աշխատել, էլի այդ կասած motion-ը մենք չենք կարող դեռ ստեղծենք, որ ցուցակ ունենանք 1000 company, ընկնենք հետոներից ու convert անենք, էլի։ Այսինքն մենք մի քիչ այդ առումով տարբերվում ենք այդպես classic B2B company-ներից։ Ու այդ sales-ի engine ստեղծելն շատ նման է, ասենք ads-երի engine ստեղծելուն կամ SEO-ի, որտեղ մեկը it's a optimization game։ Դու պետք է այդ funnel նայես, funnel-ի ամեն կետում փորձես ամենաօպտիմալ լուծումները գտնես։ Ամենալավ awareness-ը անես, ամենալավ lead generation-ը անես, ամենալավ conversion-ը անես, ամենալավ expansion-ը անես, որպեսզի այդ end-to-end քո գինը մաքսիմում ցածր լինի։ Ու այդ էս հեշտ չի, ոնց որ նույն տիպի բարդ է sales engine սարքելը, ինչքան որ ասենք ads engine սարքելն է բարդ կամ SEO engine սարքելն է բարդ, ու այդ predictability-ն որ ասում ես, դա էլ տենց չի։ Այսինքն եթե դու ունես 10 sales մարդ, քո կամ 100 top 20%-ը անում է revenue-ի 80%-ը։ Դու անընդհատ մարդիկ ես ընդունում գործի, բայց նա չէ որ ինքը համաչափ scale է ալնում։ Ասենք մեկը բերում է տարին $1 million առար, այն երկրորդն ընդունում ես 200,000 է բերում։ Դա տենց դա ահագին բարդ տենց գտնել ոնց որ ուժեղ sales markets։ Մի հատ կարևոր point կա այդ industry knowledge-ի մասը, CRISP-ը որ սկսել ենք դեռ consumer ենք մտածում ենք B2B-ի մասին, բայց даже SMB ենք մտածում, այսինքն այս փոքր բիզնեսների համար horizontal ինչ-որ product տանք, ու հետո տեսենք որ call center-երում մեծ traction ունենք, հասկացանք որ այդ industry-ում կարանք specific solution սարքենք, vertical էլի, ու սկսեցինք invest անել դրա մեջ, բայց մինչև այսօր լավ չենք հասկանում այդ industry-ն, որ արդեն ընկերներ ունենք, չգիտեմ, հետո դիլերներ են գնում, շո մարդիկ մեզ insight-եր են տալի, customer-ները հետ ամեն շաբաթ call-եր ենք in person կամ Zoom-ով կամ եւ այլն։ Բայց մեկը հասկանում ենք, որ քանի որ ես չեմ ընդ աշխատը, Դավոն չի աշխատը, թիմի շատ քիչ մարդ կա, որ այդ knowledge ունի, մենք ոնց այդ call center-ի company չենք, էլի։ Ու ասենք մրցակիցներ ունենք, որ 2 տարի առաջ եղրերը ստեղծվեցին, ու լրիվ այդ ոլորտից էին, շատ ավելի արագ առաջ գնացին, network-ի պատճառով, product knowledge-ի պատճառով եւ այլն, քան մենք, որևէ technologically ավելի ուժեղ ենք, քան թե իրանք, էլի։ Այսինքն ու հիմա նոր ենք հասկացել, օրինակ դրա լավ ձև այնա, որ մի հատ partner գտնես, լուրջ partner, որը հետաքրքրված կլինի invest անել քո մեջ եւ ֆինանսապես եւ ժամանակին եւ մարդկանցով, ու միասին այդ product-ը սարքի, եթե չունես այդ knowledge-ը։ Դա տենց early days շատ դժվար է, որտեղ եթե դու փոքր ես, հիքոքերոս թիմ ես, դժվար է, ասենք 10 միլիարդանոց կամպանիան ուզենա քո հետ տենց ձև ընկերություն անի, էլի։ B2B-ն էլ իր շատ մեծ բարդություններ ունի, ու սովորաբար դրա համար այն B2B-ներն successful, որտեղ որ founder-ներից մեկը շատ specific market knowledge ունի, կան աշխատել այդ ինդուստրիայում, չեմ ֆինանսներում աշխատել, գիտեն ինչ խնդիրներ կան, դուսա գալի դրա լուծումներն ասած ստանում։ Իսկ B2B-ում մեկը այդ մասն էլ ասեցիր, երևի ամենա-challenging բաներից մեկը, եթե consumer-ում դու ահա որ շատ պետք է ֆոկուսնես nail անես ոնց որ product-ը շատ լավ սարքես ոնց որ շատ լավ consumer product լինի B2B-ում
նույն չափ եթե ոչ ինչ որ տեղերը ավել, դե sales engine-ի վրա աշխատես էլի։ Շատ որ nail անես, որ կարնաս գաս այդ կետին, որ իրոք ինչ որ predictable բան սարքես, scalable engine սարքես, երևի հենց այդ 20VC կամ մնացած ոդքասթները որ նայում եմ, որ լուրջ տենց $1 billion revenue-ների հասցրած տենց CRO-ների sales մարկանց են բերում, որ խոսում են ոնց որ տենց հստակ է, որ ինչ մեքենա են սարքել էլի, ոնց որ sales-ի ինչքան investment-ա գնացել ու knowledge-ա գնացել այդ սարքելու վրա էլի։ Շատ տեղերում դաժե հետո նայում ես product-ը, ասում ես իրոք ոնց որ ստե sales engine-ն է դեր խաղացել, որտեղ product-ը տենց principi ես ինչ know-how չի, օրինակ նույն որ չեմ Calendly-ն նայես, ասենք ոնց որ եթե դրա sales engine-ը, marketing engine-ը nail չանես, ոնց որ իշ Calendly սարքելը ինչ է, հիմա գնաս մտնես Բոլորը ունեն։ Լուբոյ builder-ով հիմա AI-ով տենց գրես մի հատ ինձ Calendly սարքի 5 րոպե հետո կտակ ես, բայց ոնց որ եթե ուզում ես B2B լավ producer, այդ sales engine-ն է պիտի խզարես, ոնց որ ուրիշ ձև չկա էլի վաճառքները, եթե չես խզարում։ Բայց մեծ բան ասեմ, այդ մի քիչ համաձայն եմ այդ statement-ի հետ։ Ոնց որ B2B-ում հետաքրքիր բախ կա, իրանք ուզում են complete solution, այսինքն որ գալիս են վերջերս սկսել եմ լիքը sales անել ինքս ու տեսել եմ էլի։ Իրանք որ ցուցակ ունեն 32 հատ feature-ի պայմանական, որ բոլոր իրենց թիմերը կամպանիաների ներսում որոշել են, որ իրենց պետքա, չգիտեմ, transcription, summarization, չգիտեմ, template-ներ, գրածը, գալիս են ասում են, «Էսի ունեք, այսպես պետք է սաղին բավարարես»։ Ու եթե ինչ-որ մի բան թերի աշխատում, իրանք կգրեն ավելի պատրաստ դուսման հետևից։ Ու այդ առումով այն օրինակ մտավախություն կա, չէ՞, սկզբում որ AI-ով հեշտ է software սարքելը, enterprise-ները սկսեն իրենց համար աշուտ software սարքել, կարող է այդ տրենդը կա, բայց մյուս կողմից իրանք միշտ նայում են return on investment, իրանք միշտ փորձում են ամենալավ լուծումը գտնել, որ այդ 32 հատ կետը բավարարեն, ու եթե դու այդ սաղ բավարարում ես, գալու են փողոտան առնել։ Այդ առումով B2B-ն շատ հետաքրքիր է, որ currently կարող է թվում է պարզ բան է, բայց մի 50 հատ բուջետ feature ունի, որով ինքը unique է դառնում enterprise-ի համար, էլի։ Դա այդ ինչ որ կետից դա բարձ է, սկսում է որտեվ ոնց որ նայ Calendly-ն երբ որ սկսեց, ինքը first mover էր, չէ՞։ Հետո ինքը սկսեց feature-ներ ավելացնել եւ այլն, արդեն հետո որ նոր company-ներ ստեղծվեցին, enterprise-ում buyer-ը սկսեց ոնց որ համեմատել։ Calendly-ն S ունի, դու S չունես, մեզ էսա պետք, որտեղ իրանք է սովորեցին, որ Calendly-ի պես բաները SS feature-ներն պետք է ունենան, ու պլյուս իրանք է ինչ-որ additional requirement-ներ ունեն, երբ որ արդեն market-ը կա ու competition կա, այդե feature parity-ն ոնց որ շատ կարևոր է, որտեղ լուբոյ enterprise որ գնում է ինչ-որ մտնում է buying process-ի մեջ, որ budget ունի, budget ունի, այդ դեպարտամենտը որոշել է, պետք է գնան sense software գտնեն, ինքը չի գնում առաջի random software-ին, ասում ուզում եմ առնեմ։ Կգնում 5-6 հատ նայում է, իրանց սաղի այդ feature metrics-ները ուզում է գները, ուզում է իրան մոտ տենց դնում համեմատում է, որոշում է կայացնում based on ինչքան շատ բան ունի, ինչքան իրանց պետքական բաներ ունի, գինը եւ այլն, sense համադրում է։ Ոնց որ այդ վաղ շատ կարևոր է դառնում, առանց feature parity չես կարա ոնց որ առաջ գնաս էլի։ Okay, այսօր լավ երկար խոսացինք երկուսով։ Մի քիչ դժվար է երկուսով, շատ ես խոսում, օգնում ես։ Հա։ Շատ հավասար։ Merci քեզ։ Դժվար խնդրում եմ անպայման կոմենտներ, feedback-ներ թողեք YouTube-ի տակ, տեսնենք ինչ կարող լավացնենք։ Subscribe արեք, share արեք, follow արեք, սավ արեք, որ ավելի շատ մարդ տենա, շարունակենք անել, էներգիա ստանանք։ Հաստատ։ Աջակցություն։ Пока-пока.